խուզարկություն է ընթացել նաև Մանագարակի հետ, Գոհար Մելոյանի հետ, Տիկին Մելոյանը ինչպես կգնահատեք իշխանությունները այս քայլը։ Իմ կարծիքով իրավական եզրութաբանությամբ ակնհայտ քաղաքական հետապնդում եզրույթն է, որը հենց Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը հատուկ այսպիսի առիթների նպատակով 2012 թվականին դեռևս իր 1900-րդ բանաձևով տվեց, իսկ իշխանությունների այս շքերթը, որը օրեր առաջ մեկնարկեց, ես ուղղակիորեն տեղավորում եմ 2026 թվականի ընտրությունների նախընտրական պրոցեսի ուղեծրում։ Ինչ են անում, իրենք ակնհայտորեն ունենալով Գյումրու նախադեպը, որը բեկումնային էր ու գիտակցելով ինչ աստիճան ռեսուրսերին համապետական մակարդակով գեներացրել Գյումրիում հաղթանակ տանելու ուղղությամբ ու անկախ այդ թե ֆինանսական, թե մարդկային, թե վարչական, թե իրավապահ մարմինների տեսքով, վարչականի համատեքստում ռեսուրսից ունենալով պարտություն, հիմա իրենք արդեն այսպես կոչված 3 բանից պատրաստում են 26 թվականի ընտրություններին ու ուղղակի արդեն Նիկոլ Փաշինյանն իր իշխանությունը միացրեց արհեստական շնչառության ապարատին, որովհետև այսպես կոչված ժողովրդավարություն, իրավական եզրույթ, նույն աշխարհի առջև, այսպես նույն միջազգային կառույցների առջև այլևս չխորշ է ձևական ֆորմալ կողմը ապահովելու մարդկանց բոլոր այն անձանց, ովքեր որոշակի վտանգ են իրենց պատկերացմամբ, իրենց իշխանության նկատմամբ, այն մարդիկ, ու ոչ միայն անձինք, այլև կառույցների մասին է խոսքը, սկսած Սամվել Կարապետյանից, այսօր արդեն հերթական կարմիր լույսը խախտելով ու հերթական աննախադեպը, դա գիտենք, Նիկոլ Փաշինյանը որոշել է աննախադեպների ցուցակ կազմել, մեր հայ առաքելյաց եկեղեցու բարձրաստիճան հոգևորականին ազատազրկելով, ինչքան տեղյակ եմ, տասնյակից ավել մարդիկ են բերման ենթարկվել եւ այսօր այդ լավաշ տեքստից քննչական կոմիտեի ակնհայտ է, որ բավականին ծանր մեղադրանքներ են մարդկանց նկատմամբ առաջադրվելու Միայն ընդգծեմ, որ անկախ այն հանգամանքից ինչ կշրջանառվի, բնականաբար հիմա Սրբազանը կրկին թիրախավորվում է եւ իր աջակիցները համակիրները, միայն փաստական հետհայացք նետենք, Սրբազանը առաջնորդել է այս իշխանության դեմ ամենամասշտաբային թե մարդկային ռեսուրսով, թե իրադարձություններով պայքարը եւ այդ պայքարում գեթ մեկ անգամ բռնության միջադեպ, բռնության կոչ չի հնչեցվել, հակառակը Սրբազանի կոչերը, Սրբազանի ուղենիշը եղել է հաշտությունը, համերաշխությունը, խաղաղությունը եւ միայն այն թիրախները մեր հայապահպանության նպատակը որպես վերջնակետ։ Ու չի կարող մարդը, ով այդ ամիսներ, տարուց ավել տևող պայքար է իր բոլոր էպիկ գագաթնակետերով առաջնորդել ու բացառապես այն մարդիկ, ովքեր իր հետ քայլել են, այդ նույն իրավապահ մարմինները, որ ամբողջ պրոցեսը մոնիթորինգ են արել, տեսել են Սրբազանը անգամ փոքր միջադեպերի իրավիճակում հաշտարարի, խաղաղեցնողի դեր է կատարել։ Հիմա ինչ որ փորձում են, այդ բռնության եւ այլն ինչ որ տարաբնույթ երևույթներ վերադասել Սրբազանին, բնականաբար այս պրոցեսը ծայր աստիճան քաղաքականացված է, իրավական գործընթացների ու իրավական հիմքերի հետ կապ չունի, նպատակն է բոլոր մարդկանց, ովքեր կրկին ասում եմ, ընդդիմադիր վառ հայացքներ ունեն, ընդդիմադիր պրոցեսներ են մասնակցում եւ կազմակերպում, այդ մարդկանց ուղղակի դաշտից հեռացնելն է։ Ինչպես կգնահատեք փաստը, որ քննչական կոմիտեն նախաքննական որոշ տվյալներ հրապարակեց, այդ առումով եւ այդ հրապարակած տվյալներում որևէ իրավական հիմք էր նշանակում։ Ոչ միայն քննչական կոմիտեն դեռ շարունակում է նախաքննության, կարելի ասել, կարելի էր գաղտնիք ենթադրել, փաստեր հրապարակել, ակնհայտ է, որ նպատակը մանիպուլատիվ ու պոպուլիստական է մարդկանց մոտ, ինչպես ասեցի, Սրբազանի նկատմամբ եւ իր համակիրների ու աջակիցների նկատմամբ բացասական տրամադրություններ առաջացնել ու արդարացնել այս ծայրաստիճան հակաիրավական գործընթացը, որը իրենք մեկնարկել են։ Ինչ տեղի ունեցավ։ 3 ինչ որ ծիծաղելի մանկապարտեզի մակարդակի պլան
հրապարակեցին հեղափոխության օրակարգային ու հրապարակվեց հենց վարչապետի մակարդակով, այսինքն 3 մեկնարկը տվեցին ու կրկին, ժամեր անց այսօր առավոտվանից սկսեցին մարդկանց նկատմամբ հետապնդումները, մարդկանց տները խուզարկություններով մտան, այսինքն արդեն նախանշված, գծված, հենց իրենք պլան ունեին մեկուսացնելու ընդդիմադիրներին, կարելի այսպես անվանակոչել, ու մարդկանց զարհուրելի է, այս արագությունը, այս հերթականությունը, անմիջապես քննչական կոմիտեն այդ լավաշ տեքստը տեղադրեց, այնուհետև ձայնագրություններ ինչ-որ անհեթեթ, որոնք ոչ նորմալ լսվում են, ոչ շատ կասկածելի ծագումնաբանություն ունեն, ու անգամ եթե մի քիչ լուրջ մոտենանք այդ ձայնագրություններին, առաջադրված մեղադրանքները ըստ էության ուղղակի կապ չունեն այդ ձայնագրությունների հետ, այնուհետև հիմա նույն արագությամբ հրապարակում են այդ բնակարանների խուզարկության արդյունք հանդիսացող տեսանկարներ զենքի, ընդ որում զավեշտալի է, որ զենքերի լիցենզիան հետներն է, ինչ որ արմատուրա են նկարել տեղադրում, նմուշները արմատուրաների որպես զենքի տեսակ, այսինքն այդ աստիճան զարհուրելի, մանիպուլատիվ ու հերթական, անհարգալից վերաբերմունքներ Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ։ Միտում կա մարդկանց մոլորեցնել, մարդկանց նկատմամբ մարդկանց մոտ կանխորոշված տրամադրություններ ձևավորել այս թիրախավորված ու հետապնդվող մարդկանց նկատմամբ։ Շնորհակալություն Տիկին։ Նմանապես։ Պանորամայանի հարգելի հետևորդներ, մենք շարունակում ենք Տաշիր պիցա